Ողջույն, այսօր խոսելու ենք գիտության մասին եւ տաղավարում հյուրընկալել ենք Գիտությունների ազգային ակադեմիայի հայ կենսատեխնոլոգիաների գիտարտադրական կենտրոնի առաջատար գիտաշխատող, կենսաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Հրաչյա Օվհաննիսյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Թերևս շատերը, նրանք ովքեր դարձել են կենսաբան, սկզբնական շրջանում երազել են բժիշկ դառնալու մասին։ Ձեր դեպքում ինչպես է եղել, ինչպես եք ընտրել մասնագիտությունը։ Գիտեք, շատ հետաքրքիր պատմություն է եւ շատ հետաքրքիր հարց է։ Ուրեմն խորհրդային իշխանությունների ժամանակ նույնիսկ կային գիտության ճյուղեր առարկաներ, որոնք որ հաշվում էին բուժական։ Օրինակ Եվգենիկա, կիբերնետիկա, գենետիկա, այս բոլոր գիտական ճյուղերը արգելված էին խորհրդային միության ժամանակ։ Ես սովորում էի Մոսկվայի այն ժամանակ կոչվում էր Բաումանի անվան բարձրագույն տեխնիկական ուսումնարան, հիմա կոչվում է Բաումանի անվան բարձրագույն տեխնիկական համալսարան։ Ուրեմն քանի որ ընդունակություններ ունեի ֆիզիկայի, մաթեմատիկայի եւ այլն, ես Պարսայի ընդունվեցի դա լավագույն խորհրդային միության, լավագույն ամենադժվար ընդունվող, այնտեղ կոնկուրսը 20-ից 25 անձ էր մի տեղի վրա։ Ես այնտեղ սովորում էի, իսկ իմ եղբայրը արդեն ասպիրանտ էր, որը նույնպես Մոսկվայի բժշկական ինստիտուտներ ավարտել, եւ ինքը ունեցել էր մի դասախոս, որը գենետիկա էր դասավանդում իրենց։ Այսինքն գենետիկա չէ, ֆարմակոգնոզիա, այսպես ասած, նրան որպես գենետիկ ախսորել էին Սիբիր։ Եվ նա երբ որ վերադարձել էր, Արբաթի վրա ապրում էր եւ այնտեղ ընդհատակյա, այսպես քանի որ գենետիկան այսպես ասած ավելի շատ մաթեմատիկական այդպես մտածելակերպ է պահանջում։ Ուրեմն այնտեղ հավաքվում էին ֆիզիկոսներ, մաթեմատիկոսներ, այդպես եւ որոնք որ հետաքրքրված են գենետիկայով, մենք այսպես ասած ընդհատակյա զբաղվում էինք գենետիկայով։ Եթե հանկարծ հայտնաբերեին, իհարկե շատ վատ կվերջանար այդ բոլորը։ Եվ դերևս ուսանող ժամանակ ես զգացի, որ դա է իմ ուզածը, իմ հոգու ցանկություն, որ ես պիտի զբաղվեմ հատկապես գենետիկայով։ Եվ հենց որ ես ավարտեցի, այնտեղ դիպլոմ էր պետք, որովհետեւ ես շարունակեի ուսումը, այսինքն ասպիրանտուրա եւ այլն, 2 տարի ես պետք քանի որ մասնագիտությունը պետք է փոխեի, 2 տարի ես զբաղվում էի կենսաբանությամբ, հիմնարար կենսաբանությունից սկսած, մինչև արդեն դասական գենետիկա եւ այնուհետեւ մոլեկուլար գենետիկա։ Իմ եղբայրս մոլեկուլար գենետիկայի հիմնադիրն էր, իրեն Վիկտոր Համբարձումյանն էր հրավիրել Հայաստան, եւ որովհետեւ դուք կարեւորությունը պատկերացնեք, այն ժամանակ բնակարան ստանալը մեծ խնդրեմ էր։ Հերթի մեջ կարող էր 20-30 տարի նստել, բայց իրեն որպես գիտնական գնահատելով Վիկտոր Համբարձումյանը իրեն ամբողջ այսպես ասած հզորությունը էլի կիրառել էր եւ 2 սենյականոց բնակարան էր տվել իմ եղբորս։ Եվ այստեղ մենք արդեն այդպես ես դարձա կենսաբան, այսպես է եղել իմը։ Ես ոչ սկզբանե կենսաբանությունը այդքան, ասում եմ, գերազանցիկ էի սովորում բան, բայց կենսաբանությունը այդքան չէի սիրում, ավելի շուտ ֆիզիկա, մաթեմատիկա, բայց գենետիկայի շնորհիվ ես դարձա կենսաբան, մոլեկուլար գենետիկ, հիմա զբաղվում եմ բակտերիաների գենետիկայով եւ շատ գոհ եմ իմ կյանքից։ Ես զգում եմ, որ ես զբաղվում եմ այն բանով, ինչով որ ես ուզում եի զբաղվել ամբողջ կյանքում։ Ես շատ ճակատագրից գոհ եմ այդ հարցում, ազնորեն եմ ասում։ Իմ եղբայրս սովորում էր որպես դեղագործ։ Մոսկվայի ուներ առաջին եւ երկրորդ բժշկական ինստիտուտները, մեկը դեղագործական էր, մեկը բժշկական ուղղությամբ, ինքը որպես դեղագործ էր։
Եվ ինքը նույնպես այդ իրեն դասախոսի շնորհիվ ասեմ Սախարով Վլադիմիր Վլադիմիրովիչ իրեն դասախոսի շնորհիվ արդեն ոնց որ ասում են սիրել էր գենետիկան եւ նույնպես կյանքը նվիրել էր արդեն որոշել որ պիտի գենետիկայով զբաղվի։ Մենք ունենք շատ լավ մոլեկուլար գենետիկ, նույնպես հայազգի Ալիխանյան Սոսի Սակվիչը որը իրեն ղեկավարն էր, նա ասպիրանտուրա, ես դեռ ուսանող եմ, ինքը ասպիրանտուրայում սովորում էր Սոսիսակույչ Ալիխանյանի մոտ։ Եվ այնտեղ Սոսիսակույչ Ալիխանյանը շատ լավ ճանաչում էին Վիկտոր Համբարձումյանի հետ, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի հետ մոտիկ էին, եւ նա ինքն էր խորհուրդ տվել, որ եթե ուզում է, որ գենետիկան զարգանա Հայաստանում, ինքը շատ տաղանդավոր ունի ասպիրանտ, եւ որ նա ուզում է գալ Հայաստան աշխատել, որ նա կարող է հրավիրել աշխատանքի։ Եվ այդտեղից Վիկտոր Համբարձումյանը հրավիրեց իմ եղբոր աշխատանքի։ Իմ եղբայրը եկավ, 2 տարի հետո ես նոր ավարտեցի եւ վերադարձա նույնպես Երևան։ Դե քանի որ ես ակադեմիայի արդեն որ ընդունվեցի ասպիրանտուրա, արդեն ակադեմիայի ասպիրանտուրայում է եւ բնական է որ հաճախ գնում ենք պրեզիդիումի վայրն եւ ես ասեմ որ իրեն այդ մեծության իրենից բարձրության դիրքից այսպես Վիկտոր Համբարձումյանը երիտասարդների հանդեպ շատ լավ տրամադրված էր եւ ցանկացած հարց եթե պետք լիներ ինքը լուծում էր։ Այնտեղ ճիշտ ասած մի բան եղավ, պատահեց, որը չեմ ուզում անդրադառնալ այդ հարցին, ինքը ամիջապես արձագանքեց այդ խնդրը, որ ասենք խնդիրը ցակել էր, եւ ասենք մի անգամից լաբորատորիա բացեց ինձ համար մեկ այլ տեղ։ Ասենք ինքը մասնագետի միշտ հետևում էր մասնագետների վիճակին։ Եթե ինչ-որ մի խնդրեմ էին սարքում մասնագետի դեմ, դե պարզ է, էլի նոր բաներ եւ այլն, եթե շատ երևում ես, դա այդքան լավ չի, էլի շատ երևալը, բայց ինքը միշտ չէր թողում, որ հանգարց ինչ-որ վնասեն, այդպես ճակատագրական լինի բան։ Եվ ամիջապես հարցը լուծել է։ Անձամբ իմ հանդեպ իրեն ամիջական, ասենք, հրահանգով մեկ այլ ինստիտուտ ես տեղափոխվեցի, ամիջապես ինձ համար լաբորատորիա բացեցին եւ ես դարձա լաբորատորիայի վարիչ։ Ես հենց ասպիրանտուրան ավարտել եմ, դարձել եմ լաբորատորիայի վարիչ։ Եվ ասեմ, դա այդքան ծանոթություն չէ, ես ուրիշ տնօրեններ եմ ունեցել, որոնց հետ ոչ մի կապ չեմ ունեցել, ասենք, երբ որ ես ավարտեցի, այդ տնօրենը ինձ ամիջապես կանչեց, ասեց ես մնա այստեղ, ես ձեզ լաբորատորիա կբացեմ, այդ պրոֆեսոր Համբարյան, բիոֆիզիկ։ Ես ասեցի ինչ գծով, թե ասեց բիոնիկա է։ Բիոնիկան դա բանի կենսաբանական պրոցեսների ասենք վերարտադրումն է, ասենք ոնց որ ռոբոտ ստեղծեց մարդու նման։ Ասենք դու տեսնում ես ինչ որ մեր պրոցեսները կամ շարժումների բան մարդու մոտ ինչ որ դու դրա հիման վրա արդեն մեխանիզմներ ես ստեղծում, որոնք աշխատում են բիոնիկայի։ Բայց ես քանի որ արդեն փոխել էի, ես արդեն մոլեկուլար գենետիկայով էի զբաղվում եւ չէի պատկերացնում ուրիշ բան, ես ասեցի, եթե դուք կբացեք մոլեկուլար գենետիկայի լաբորատորիա, ես կմնամ։ Եթե ոչ, ես ցավոք չեմ ուզում փոխել, դա այն է, ինչ որ ուզում եմ զբաղվել։ Ասա ինձ համար մեկ այլ ինստիտուտում մոլեկուլար գենետիկայի լաբորատորիա բացում են, ես կգնամ այդ ինստիտուտ։ Նո թե ես բիոնիկային պետք է այսպես բան չեղավ, ես տեղափոխվեցի ուրիշ ինստիտուտ։ Երկար տարիներ եղել եք կաթնաթթվային բակտերիաների հետազոտման բաժնի վարիչ, որոնք էին առաջին ուսումնասիրությունները։ Ուրեմն, այսպես ասեմ,
Ընդհանրապես մոլեկուլար գենետիկան, այսպես ասեմ, մոլեկուլար կենսաբանությունը, մոլեկուլար գենետիկի գիտությունը, դա ի սկզբանե բակտերիաների և նրանց վիրուսների գենետիկան և բիոքիմիան էր։ Հատկապես աղիքային ցուպիկը և նրա լամբդա բակտերիոֆագը։ Եվ այս բոլոր օրինաչափությունները, բոլոր մեխանիզմները, գենետիկայի, ժառանգաբանության, կենսաքիմիա և այլն, այս բոլոր հիմքը դրվել այդ բակտերիայի աղիքային ցուպիկի և նրա այդ վիրուսի լամբդա է կոչվում, բակտերիոֆագի, եղել է դրանց գենետիկան, բիոքիմիան, զարգացումը, բոլոր մեխանիզմները ուսումնասիրվել են այս սիստեմայի վրա, այս համակարգում, հետո արդեն երբ որ անցել են ավելի բարձր օրգանիզմներ, պարզվել է, որ այդ բոլորը նույնն է, այդպես փոփոխություններ կան, իհարկե տարբերություններ բնագիտական կան, բայց հիմնականը դա է եղել։ Եվ ես միշտ զբաղվում էի բակտերիաներով և նրանց վիրուսներով։ Հետո մեր երկու ինստիտուտ այստեղ միացրեցին, մանրէաբանության կենսատեխնոլոգիա ինստիտուտներ, երբ որ միացրեցին, հարց ծագեց, որ այդ լաբորատորիան կարևոր կաթնաթվային լաբորատորիան ղեկավարել է պրոֆեսոր Լևոն Երզինկյանը, որ հայտնի է իրեն, այսպես ասած, Նարինե կաթնամթերքով, նա առաջինն է այդ կաթնամթերքը առաջարկել, և այդ քանի որ ինչ-որ տեղ նույնիսկ մենք հարևան լաբորատորիաներ ենք, որոշեցին, որ այս երկու լաբորատորիաները միացնեն իրար, որովհետև այնտեղ լաբորատորիայի վարիչի կարիք կար, դոկտոր, պրոֆեսոր, այսպես որ կարողանար, ճիշտ ասեմ, այնտեղ արդեն պրոֆեսոր Երզինկյանի աշխատակիցները արդեն բավական տարիքով էին, և այդպես լաբորատորիա վարիչի պաշտոն չէին կարող զբաղեցնել, այդպես տնօրենության հետ որոշվեց, որ այս լաբորատորիաները միացնեն, ես մինչև հետ զբաղվել եմ աղիքային ցուպիկի գենետիկայով, այդ բակտերիոֆագերով, իմիջիալոց ասեմ, որ մենք հիմնել ենք նաև այստեղ Չարենցավանում գործարան կենսատեխնոլոգիական, որտեղ մանրէների միջոցով մենք արտադրում ենք ամինաթթուներ, հատկապես լիզին, և գործարանը կոչվում էր լիզին գործարան։ Եվ այնտեղ նույնպես երբ արտադրական հարցերի լուծման ժամանակ այնտեղ ինձ հաջողվեց գործարանում այսպես վիրուսները, բակտերիալ վիրուսները, հենց այդ մեր արտադրիչ բակտերիան ոչնչացնում էին։ Վիրուսը սովորաբար ինքը մտնում է, ոնց որ մեր վիրուսները մեր բջիջի մեջ են մտնում և բջիջները քայքայում են, այսինքն այդ խոսքը, որ սկսվում, այդ մեր բջիջներն են քայքայվում դուրս գալիս, այնտեղ էլ այդ բջիջները քայքայվում էին։ Եվ գործարանը կանգնել էր, շտապ հարկավոր էր, քանի որ ես վիրուսների այդ աշխատանքի փորձ ունեի, անմիջապես գործարանը դիմեցին, բերեցին և ինձ հաջողվեց աշխարհում առաջի անգամ այդ բակտերիայի մոտ, արտադրիչ բակտերիայի մոտ ստանալ ցույց տալ, որ դա գոյություն ունի վիրուս այդ բակտերիայի հանդեպ և այդ վիրուսի հանդեպ ստացա կայուն շտամ, կայուն մուտանտ, մուտացիայի միջոցով ստացա կայուն մուտանտ և այդ կայուն մուտանտը Մոսկվա նախարարի հրամանով առանց որևիցե, այսպես ասած, քաշքշուկների անմիջապես ներդրվեց գործարանում։ Եվ գործարանը փաստորեն ինձ հաջողվեց 2 շաբաթում գործարանը ոտքի կանգնեցնել։ Այդտեղ այս արտադրական ընդհանրապես մենք ոչ միայն տեսական էինք զբաղվում, օրինակ ես ասեմ, ես
խորհրդային միութանում այդ ժամանակ գենետիկան որ նոր էր զարգանում, այդպես ասենք, այդպես հայտնաբերել նոր գեն եւ այլն, դա արդեն մեծ հաջողություն էր։ Ես դերևս ասպիրանտուրայում ինձ հաջողվեց աղիքային ցուպիկի մոտ հայտնաբերել լրիվ նոր գեն, որը ճանաչվել է, այնտեղ հատուկ մենք ունենք, այսպես ասած, այդտեղ այդպեսի բանկ գիրք է տպագրվում, ամեն տարի տպագրվում էր, որտեղ որ նոր գեները նկարագրում էր ու կողքը գրում էր թե ով է հայտնաբերել։ Եվ դա մի քիչ երբ որ ես Մոսկվայում պաշտպանում էի, խանդի տեսարաններ առաջացրեց, բայց ոչինչ, շալավացա։ Այնպես որ արտադրության հետ ես կապ ունեցել եմ եւ դրա համար քանի որ Նարինեն արդեն ինչ որտեղ փոքր արտադրություններ եւ ես փորձը ունեի, մենք անցանք բանը ես դարձա այդ լաբորատորիայի վարիչ եւ այնտեղ ես ձեզ ասեմ որ նախկին բանի ակադեմիայի նախկին նախագահ ակադեմիկոս Մարտիրոսյանն եկել էր ինստիտուտ եւ ես ասացի որ ճիշտ կլներ որովհետեւ մենք ինստիտուտում գիտնականների հսկողության տակ արտադրենք Նարինե որը լինի այսպես ասած էտալոն որի հետ որտեվ գիտեք ինչ կա հիմա շատ արտադրություններ կան Հայաստանում որոնք որ մանրաբաններ չունեն իրենք այդ մաքուր կուլտուրան պահելը որովհետեւ դու ճիշտ նարիներ ստանաս շատ դժվար է հաճախ այնտեղ վարակներ են լինում կարող է պաթոգեն լինեն շատ հաճախ շաքարասնգեր են լինում եւ այլն եւ անհրաժեշտություն կար որովհետեւ միտեղ լինի այդ մաքուր կուլտուրան իսկական նարինեն որովհետեւ եթե պետք լինի նույնիսկ տալ այդ մերանները այսպես ասած արտադրողներին որ նրանք կարողանան ճիշտ նարինե արտադրել Այստեղ կա նույնիսկ այսպես բան, էլի գնում ես ծորացող եք ուզում, թե չծորացող, ինչ է նշանակում ծորացող, չծորացող։ Երզինկյանի նարինեն ծորացող է եւ հետաքրքիր ինչ է եւ շատ լուրջ հիմքեր կա ցույց տալու համար որ Երզինկյանի նարինեն այդ ուրիշ է, քան թե այդպիսի նման շտամով, նման բակտերիայով նույն տեսակին պատկանող ուրիշ շտամ է, Երզինկյանի շտամը չի։ Նա նրա մերած այդ կաթը չի ծորում։ Եվ նա այն զորությունը, այսպես ասենք, բուժիչ հատկությունը, ոնց որ ունի Երզինկյանի հայտնաբերած, նա չունի, այսինքն նույնիսկ նույն տեսակը կարող է լինել, բայց նույն ազդեցությունը չթողնեն։ Դա շատ լուրջ հարց է։ Եվ մենք այդպես օգնեցին, ամիջապես բան արեց, արձագանքեց ակադեմիկոս Մարտիրոսյանը եւ այնտեղ ինստիտուտում մինչեւ հիմա էլ աշխատում է, մենք այդպես փոքր մի այդպիսի արտադրություն ունենք, որը որ այդ էտալոն նարինեի արտադրում է։ Շուկայում վաճառվում է նարինե, որքանով մարդը համոզվի, որ դա իրական նարինեն է։ Ֆիրմաներ կան, որ շատ լավ նարինե է, որակով նարինե արտադրում են։ Նարինեն ունի այսպիսի մի յուրահատկություն եւ մնացած այսպես կաթնամթերքներից։ Ինքը կաթնամթերք է ընդհանրապես։ Բայց բուժիչ կաթնամթերք է, դիետիկ։ Նա տարբերվում է նրանից, որ իրեն այդ մակարդը եթե մենք խառնում ենք եւ ձգում ենք, ինքը մեղրի պես ձգվում է։ Մենք հիմի այն շտամի հետ որ աշխատում ենք, մոտավորապես մինչեւ 1 մետր կարող է ձգվել։ Այսինքն այդ ձգվելը, այդ ծորունությունը շատ յուրահատուկ է Երզինկյանի նարինեի համար։ Եվ եթե այդ ծորունությունը չեղավ կամ լավ չծորած, ուրեմն մի բան այն չի։ Բայց պետք է համենայն դեպս մարդիկ իմանան եւ իմիջայլոց ես պրոֆեսոր Երզինկյանի մասին ինչ եմ ուզում ասել, որ
Այն ժամանակները այնպիսին էին, որ այդքան հնարավորություն չունեինք ճիշտ նկարագրելու այդ շտամը, process-ները եւ այլն, հիմա մենք ավելի ճշգրտիկ ամեն ինչ նկարագրում ենք։ Դերևս աշխատում ենք դրա վրա, էլի, գիտական մասով նկարագրում ենք, իրեն հատկություններն են, նոր հատկություններն են հայտնաբերում, որ ընդհանրապես դա այս կուլտուրաները, որոնք օգտագործում են նարինեատիպ կուլտուրաներ, կոչվում են պրոբիոտիկներ, գիտեք, պրոբիոտիկների տեսությունը առաջինը Մեշնիկովն է առաջարկել, դա եղել, երբ որ ինքը ուսումնասիրում էր այս լեռնաբնակ երկարակեցների սննդակարգը, այդ ժամանակ նա հայտնաբերեց, որ նրանք հիմնականում այդ երկարակյացները օգտագործում են կաթնամթերքներ, մածուն, պանիր եւ այլն, այսպես կաթնամթերքներ են օգտագործում եւ քանի որ ինքը շատ լավ միկրոբիոլոգ էր, ինքը նայեց, գիտեր, որ դա խմորված է, այդ նմուշները տարավ իրեն լաբորատորիա եւ այնտեղից աշխատեց, անջատեց այդ բակտերիաների կուլտուրաները, որը առաջին կոչված ացեդոֆիլուս, լակտոբացիլուս ացեդոֆիլուս կուլտուրաներ, եւ ինքը այդ արդեն հիմքը դրեց, այդ որ եթե դու օգտագործես այդ բակտերիաները, ապա այն նպաստում է քո առողջությանը, դու ավելի երկարակեցությանն է նպաստում, այդտեղից Մեշնիկովից հետո արդեն զարգացած երկրներում, Ճապոնիայում, Ամերիկայում, Ֆրանսիան այն ժամանակ շատ զարգացած էր, առաջադեմ ամենաշատ երկրներից, Գերմանիայում լավ միկրոմանրիաբաններ կային եւ նրանք արդեն սկսեցին այս պրոբիոտիկների տեսությունը ավելի զարգացնել Եվ դա ինչ-որ հաշվում էր, այսպես ասենք, սննդակարգային մշակույթ, պրոբիոտիկ օգտագործելը, նորից սննդակարգային մշակույթ, եկեք այսպես կոչենք։ Եվ դա ավելի շատ յուրահատուկ էր զարգացած ժողովուրդներին, զարգացած պետություններին, ես ձեզ ասեմ ի շնորհիվ պրոֆեսոր Երզինկյանի, այդ մշակույթը ներդրվեց Հայաստանում, իդեմս նարինե պրոդուկտի, և տեսեք, նարինեն ենքան հայտնի դարձավ, և նարինեի հզորությունը, նարինեի ուժը, ենքան բացահայտ է, որ ժողովուրդը արդեն 50 տարի օգտագործում է այդ մթերքը, երբ որ ինչ-որ խանգարումներ են ունենում, ստամոքսային եւ այլն պրոբլեմներ, տարբեր պրոբլեմներ, երբ որ ունենում է եւ օգուտ է տալիս։ Եթե չտար, ժողովուրդը չէր օգտագործել։ Մեկունայությամբ չէ, բայց մինչեւ հիմա իրեն կարևորությունը ինքը պահպանել։ Եվ այդ մշակույթը Հայաստանում, հիմա ցանկացած նույնիսկ գյուղերում դու հարցնես մնարինեն ինչ է, ձեզ կբացատրեն այն դեպքում, որ շատ երկրներ կան, որ այդ պրոբիոտիկներ դեռևս մինչև հիմա այդ մշակույթը իրենց մոտ զարգացած չի եւ ընդունված չի, ասենք պրոբիոտիկ ընդունել, որ դա օգտակար է, նույնիսկ դուք կարող եք պրոֆիլակտիկ ընդունել։ Ինչ է պատճառը, որ Հայաստանի սահմաններից դուրս չեկավ, այսինքն չվաճառվեց արտերկրում։ Դա այնպես չի էլի, որ Հայաստանից դուրս չի եկել եւ չի վաճառվել։ Այնտեղ էլի այդ խորհրդային իշխանության բաներն էր, յուրահատկություններն էր, որ ինչ-որ բան արտահանել, արտասահման եւ այլն, բայց շատ հանրապետություններում նարինեն հայտնի է, շատ, որտեղ նա օգտագործվում է սոցիալիստական երկրներում, Լեհաստանում, հիմա էլ է արտադրվում, ասենք Թաթարստանում է արտադրվում, Նովոսիբիրսկում է արտադրվում, եւ այդ նարինեով հետաքրքրվեցին նաեւ ճապոնացիները այն ժամանակ եւ իրենք գնեցին այդ կուլտուրան, բանը Երզինկյանի, մոտ դրա համար վճարեցին $2 միլիոն, այն ժամանակվա 2 միլիոնի կուրսով, հիմիկվա երևի մի 5-6 միլիոն, եթե ոչ ավել, դա որովհետև 30 տարի առաջ է, 30 տարի առաջ, եւ ճապոնացիները գնեցին,
Ճապոնիա, գիտեք, այստեղ սպեսի բան կա, էլի, հիմա օրինակ չգիտեմ, ուշադիր նայում եք Տրամփը ինչ է անում իրեն երկրում, որտեղ այնտեղ կա այսպես կոչված FDA կա եւ CDC, այսինքն FDA դա Food and Drug Administration, այսինքն սնունդ եւ դեղերի բան վարում այսպես գործակալություն, որը որ որոշում է որտեղը կարելի է ներդնել, որտեղը չի կարելի եւ այլն։ Եվ մինչեւ, ասենք դու մի նոր տեղ ես հայտնաբերել, բարտադես չի պրոբիոտիկ լինի։ Մոտ 10 տարի տևում է մինչեւ այդ կազմակերպությունը քեզ թույլ մեզ էլ չէ, արտասահմանի ամերիկացիական ֆիրմաների վրա, որ թույլ տա որ դու արտադրես այդ բանը։ Նա արդեն իրեն բան գործունում է մեկ ուրիշ գիտնական, մեկ ուրիշ բան հայտնաբերում։ Հետո գնում են սրանն էլ արդեն նրանը չարած 10 տարի մի անցնում արդեն իրար փակում են, դա անցնում է մինչև նրան է եւ այսպես շատ հաջող նույնիսկ ֆիրմաներ կան, որ արդեն երբ որ լիցենզիա գնել են եւ արտադրում են, իրանք պիտի հետ բերեն իրենց փողը։ Երբ որ այդ եթե իրենք ամեն տարի նոր բան ներդրեն, իրենք կսննկանան։ Այսպես էլ ճիշտ պիտի հասկանանք, դա բիզնես է։ Եվ հաջող շատ լավ դեղեր կորում են։ Եվ դրա համար այս մարդիկ բիզնեսմեն են։ Ինքը եւ իրեն թիմը Տրամփի։ Եվ ինքը ասում է, որ եթե նոր բան կա, ավելի հզոր է եւ այլն, ճանապարհը չպիտի հագեն, հիմա ուզում է ինքը փագի այդ կազմակերպությունը։ Որ այդ դրանով չանցնեն, որովհետև արդեն շատ բյուրոկրատական է դարձել։ Արդեն նրանք ոչ թե մարդկության, հիվանդների մասին են մտածում, այլ նրանք էլ արդեն ինչ-որ բիզնեսի եւ այլն, այսինքն մարդու հետ, առողջության հետ կապ չունի իրենց մոտեցումները։ Հիմա դրա համար օրինակ մենք այստեղ ունենք կազմակերպություն, որ չորացնում է մածունը, նարինե մածունը եւ ուղարկում է Ճապոնիա, այնտեղ ունի գործընկեր, այդ գործընկերը այնտեղ խառնում է բանի բրինձի թեփի հետ, որովհետև բրինձի թեփն էլ ինչ որտեղ մարդու առողջության նպաստող այսպես էլ դիետիկ հաշվում, երկու դիետիկ այսպես խառնում են իրար, քանի որ այնտեղ ինչ որ ձև նարին է արդեն կա, իդեպս ասեմ, որ այն որ վաճառքի ժամանակ առաջարկ եղավ, որ իրենք կարող են ուրիշ անուն տալ, ոչ նարին է։ Բայց ճապոնացիները ասին, որ նարինը իրենց մոտ շատ գեղեցիկ ինչ-որ բանի հետ է կապված, հիմա ճիշտ ասած չգիտեմ գիտեի թե չէ, բայց դա որ շատ գեղեցիկ ինչ-որ անում են եւ իրենք չփոխեցին, նարինը թողեցին։ Բայց այդ գործարանը, որը պետք է Mickey Trading ֆիրման, որ պետք է արտադրեր, ինքը չգիտեմ ինչու ինքը չարտադրեց, բայց այդպեսի փոքր ֆիրմաներ կան, որ մեր բիզնեսմենների, մեր արտադրողների հետ համագործակցում են եւ այնտեղ այդ նարինեն էլի Ճապոնիային արտադրում են։ Իմիջիալոց ասեմ, որ ճապոնացիների ահա որ շատ են օգտագործում այդ բակտերիալ պրեպարատները, պրոբիոտիկները։ Ամենաշատ օգտագործող իրենց մոտ հadoop ֆանչու կազմակերպություն կա, այդ Drug Administration-ի պես որ կա, բանի Ամերիկա, իրենց կա հadoop ֆունկցիոնալ սննդի համար։ Այդ սնունդը կոչվում են ֆունկցիոնալ, ասենքն տեսեք կատնամթերք է, չէ՞ նարինեն, սնունդ է։ Պրինցիպը հենց նորմալ կաթով մերված սնունդ է, ուրիշ բակտերիա է ուղղակի, ոչ թե մեր տրադիցիոն մածունի բակտերիաները, այլ երզինկյանի անջատած բակտերիան է մերել, բայց իր սնունդը, ամբողջ այդ կաթը, որ սնունդ, ինքը սնունդ է, բայց սնունդ լինելով հանդերձ, ինքը ինչ-որ ֆունկցիա ունի, ինչ-որ գործող, այսինքն բուժիչ է, եւ երբ որ ինքը արդեն բուժիչ է, սա արդեն մենք կոչում ենք ֆունկցիոնալ սնունդ։ Եվ ֆունկցիոնալ սնունդ կենտրոններ կան եւ այլն այդպես շատ ամենա մոդայիկ, այսպես ասենք, ուղղությունն է գիտության մանրաբանության մեջ ֆունկցիոնալ սննդի արտադրությունը ամբողջ աշխարհում մեկ։
հատկապես չինացիները, ճապոնացիները եւ այլն բանը երկրները իմիջիայլոց մենք վերջերս ուսումնասիրեցինք այդ համատեցինք Նարինեի հետ շատ մոդիկ է բանի ճապոնական կալպիսկա պրոդուկտ բայց նրա բաղադրիչի հետ այդ մեր շտամը բայց նրանք շաքարասունգել են խառնում նրանց էլ քաղցր է նրանց դիետիկ պրոդուկտ չի Մերը կարելի է հիվանդին տալ, կարելի է դիաբետով հիվանդին տալ, որտեղ ինքը շաքար չի պարունակում, բացի նաև այն մարդիկ, որոնք որ լակտոզը չեն յուրացնում, կան մարդ, որ կար չի կարողանում, չէ՞, խմել գենետիկորեն, հատկապես աֆրիկական շատ ցեղեր կա, Աֆրիկայում է տարածված այդ գենետիկական հիվանդությունը, որ իրենք կաթը չեն կարող, փոքր ժամանակ կարող է մայրական կաթը իրենք ընդունում են, բայց հետո արդեն կենդանու կաթը իրենք հսկայական ռեակցիա է տալիս, ալերգիկ կարող են նույնիսկ մահվան բերել այդ լակտոզայի պատճառով, շաքարի։ Այնտեղ լակտոզային գլյուկոզ, սախարոզ, լակտոզ շաքարն է։ Երբ որ այս շտամը մերում է, ինքը այդ լակտոզ շաքարը օգտագործում է իրեն, որովհետեւ կաթնաթթու արտադրի, եւ քանակությունը ուժեղ գցում է։ Եվ դրա համար նա դառնում է ավելի դիետիկ։ Այդ մարդը օրինակ նարինե այդպիսի բան հիվանդ ասենք, որը չի յուրացնում կաթը, ինքը նարինե կարող է յուրացնել։ Իմիջիայլոց շատ հզոր շտամ է այդ նարինեի շտամը։ Նա շատ խորն է խմորումը տանում կաթի։ Դրա համար շատ քիչ է մնում այդ լակտոզայից իմիջիայլոց։ Սննդի անվտանգության տեսչական մարմինը պարբերաբար հայտնում է, որ աղիքային ցուպիկ են հայտնաբերում կաթնամթերքի մեջ։ Սա պայմանավորված է նրանով, որ քիչ մանրէաբաններ ունենք չեն հետևում, թե ուղղակի ընդհանրապես ուշադրություն չեն դարձնում։ Ինչ կասեք կաթնամթերքի որակի մասին։ Իմիջիայլոց ես ձեզ ասեմ, որ կաթնամթերքի մեջ այդքան շատ չի, ինչքան այլ մթերքների մեջ, ասենք, աղացած մսի, եթե պահում են սառնարանում, թռչնամսի, այդպես կա, որը կոչվում է սննդածին բաներ, ինֆեկցիաներ, սննդածին։ Այսինքն այդ կոլի սալմոնել, աղիքային ցուպիկը, սալմոնելը, այսինքն դրանք բազմանում են այնտեղ Եվ եթե լավ ջերմամշակման չեն ենթարկվում, նրանք նույնիսկ Ամերիկայի պես պետության մեջ, ոչ է դա մնացել, այդպես ինֆեկցիաներ են առաջացնում։ Իմիջիայլոց մենք չեմ ասում, որ օրինակ կոնկրետ նույնիսկ բանի նարինեի դեպքում եւ այլն, մենք այսպիսի մեթոդ ենք մշակել, որ դրանց դեմ այդ բակտերիաների դեմ, որոնք վարակիչ բակտերիաների դեմ պաթոգեն, մենք օգտագործում ենք մեր օգտակար պրոբիոտիկ բակտերիաները, հատկապես կաթնաթթվային բակտերիաները։ Այս մենք անջատել ենք կաթնաթթվային բակտերիաներ, որոնք շատ սինթեզում են ջրածնի պերօքսիդ։ Իսկ ջրածնի պերօքսիդը, գիտեք, շատ ուժեղ ազդում է բակտերիաների ընդհանրապես ինքը բժշկության մեջ եւ այլն որպես սանիտեքս է օգտագործում, այսինքն սպիրտի պես, ասեն մագրեսները մաքրելու, մանրազերծելու եւ այլն, այսպեսի ամեն տեղ օգտագործում են։ Մենք հիմա բայց կա քիմիական այդպես որ ազդում են դրանց վրա, ֆիզիկական ճառագայթում են Երբ որպեսզի սպանենք այդ մսի մեջ եւ այլն, բայց հիմա քանի որ սպառողը շատ գրագետ եւ շատ միշտ կարդում է ինչ է եւ Պարտադիր ինֆորմացիա տեղեկատվությունը ուզում թե ինչպես են դա արել ու խուսափում է ճառագայթում հենց լսում է խուսափում է քիմիա հենց լսում է խուսափում է դրա համար մենք մշակել ենք այսպես բիոմեթոդ այսպես ասենք կենսաբանական մեթոդ պայքարի մենք տալիս ենք ջրածին արտադրող
բակտերիաները պրոբիոտիկ, որ մենք դեղատներում եւ այլն գնում ենք պրոֆիլակտիկ նույնիսկ կարող ենք օգտագործել մեր աղիքային միկրոբիոմը, աղիքային մանրէների այդ համակեցությունը, այսպես ասած, լավացնելու համար, բարելավելու համար։ Իմիջիայլոց ասեմ, որ մարդու աղիներում 1 կիլո 200 գրամ բակտերիաներ կան։ Պատկերացնում եք դա ինչքան է։ Եվ դա պրոֆիլակտիկ օգտագործում են շատերը, Ճապոնիայում ասում եմ շատ են օգտագործում, եւ ասենք նարինե եթե դու օգտագործես, նարինե ազդեցությունը մի քիչ ուրիշ է, եթե ժամանակ լինի ես կասեմ, որ մի քիչ ուրիշ ձևով է ինքը ազդում։ Ուրեմն մենք այդ ջրածնի հետաքրքիրն ինչ է, որ այդ բակտերիան ինքը չի աճում, բայց ջրածնի պերօքսիդ սինթեզում է։ Եվ ջրածնի պերօքսիդով ինքը այնտեղ մանրազերծում է, աքսատին բակտերիաների ոչնչացնում է։ Ու քանի որ ինքն էլ օգտակար բակտերիա է, ինքը միակ բանը, որ շատ, եթե իր քանակը շատ լինի, մի քիչ կարող է համի, հոտի բան, այդպիսի բանի ազդեցություն ունենալ, բայց ոչ բանի էլի հիվանդացին այդպիսի մենք այդ մեթոդը բանը փորձարկել ենք, շատ հաջող աշխատում է։ Շատ բիոմեթոդը հիմա շատ ընդունված է, մենք տպագրել ենք արտասահմանում, շատ բաներ ենք ստանում, ցիտում են մեր աշխատանքները եւ այլն, այնպես որ դա շատ հետաքրքիր ուղղություն է։ Թշնամիսներ գիտեք, չէ, այդ մագերեսին է լինում, թշնամիսը ոչ թե մենք այդ աղացած մսի պես հենց իր հետ ենք խառնում, այլ բանը, այսպես վանաներ ենք սարքում, լոգարաններ, ինքը այդ հոսքագիծը գալիս է, իրանք մտնում են այդ բակտերիաների սուսպենզիայի մեջ, լակտոբակտերիաների, պատվում են այդ բակտերիաներով ու դուրս են գալիս, հետո նոր փաթեթավորվում են։ Ու այդ բակտերիաները այլևս այդ աղտացին մանրէներին ճնշում են, չեն թողում զարգանալ, եւ իմ կողմից առաջ քաշվեց մի թեզ, որովհետեւ շատերը ինձ ասեցին, որ այնտեղ այդքան պերօքսիդ բավոր լինի, ինքը այդքան շատ չի, ինքը կարող է պետք է կուտակվի որոշակի քանակ ճնշող, որպեսզի ճնշի։ Եվ այդ բանը իմ տեսությունը ես իմ փորձերի արդյունքից առաջացրեց, որ նա խայթում է մեր բակտերիան ունի աղտացին բակտերիաների հետ կարճելու, այսպես ադգեզիայի, նրան կարճելու հատկություն։ Եվ նա ճանաչում է պաթոգենը, կարճում է, հետաքրքրում է համաագրեգացիա։ Կարճում է եւ ոնց որ ասենք օծն է, չէ, թույնը սրսկում, ինքը այդ ջրածնի պերօքսիդը սրսկում է հենց բակտերիայի մագերեսի վրա, որը շատ պերօքսիդը вообще ընդհանրապես թափանցելու շատ լավ հատկություն ունի։ Եվ անմիջապես կոնտակտի միջոցով է սպանում։ Փորձերի, երբ որ մենք վերլուծում ենք, մեր մոդելը լինում, որ դեռևս մինիմում ճնշող քանակություն չկա, բայց աղիքային ցուպուկը ոչանում է։ Մեր մոդել առաջացած է, բայց չի կուտակվել դերես ոնց է անում։ Հետո մենք որ փորձեցինք իրենց հատուկ փորձեր կա, ստուգեցինք իրենց մեջ կա համաագրեգացիա, տեսանք բավականին բարձր համաագրեգացիա կա։ Հետո մեկ ուրիշ աշխատանք եղավ, որը հաստատեց այդ որ այո, այդ ազդեցության մեխանիզմը կայանում է նրանում, որ իրենք ամիջական կոնտակտի միջոցով են սպանում, ոչ թե կուտակում են այդ ջրածնի պերօքսիդը միջավայրում, իրենք այդքան հզորություն չունեն, եւ այդքան կուտակվելն էլ լավ բան չէ, ձեր ասեմ։ Ջրածնի պերօքսիդը, մսի կոմբինատները կամ թշնաֆաբրիկաները արդեն օգտագործում են, կիրառում են։ Դուք նկատում եք Հայաստանում, ոչ, Հայաստանում չեն օգտագործում։ Ընդհանրապես այդ նոր տեխնոլոգիաները չեն, մենք հեռուստատեսության ելույթ ունեցել ենք, առաջարկել ենք եւ այլ, բայց իրենք չեն իմիջայլուց դուք գիտեք, որ օրինակ գերմանական երշիկները, ներվ երշիկները շատ համեղ են, հա, գիտեք, չէ՞։ Նրանք օրինակ այդ կաթնածվային մանրէներով ֆերմենտացնում են։
այդ բանը այդ նշիկները այդպես լավ շիլայա չէ ստացվում մասի այնքան քյուֆտայի պես այսպես ասած ուրեմն այդտեղ այդ բակտերիաները ավելացնում են սրանք որ բանը աճում են այդտեղ իրենք արոմատ են տալիս, հարստացնում են եւ հետո երբ քանի որ նրանք հետո ջերմամշակում են ասնում երածար ջրի մեջ այդ դոկտորական եւ այլն այդ նման երշիկները, գեմնարփ երշիկները նրանք եփված են ընդհանրապես վերջում եփվում են իրենց բանի մեջ, փաթեթի մեջ Ուրեմն այդ ժամանակ եւ բակտերիաներին են ոչանում եւ աճը կանգնում է, բայց շատ վերին աշճանի համեղ եւ ավելի հարուստ վիտամիններով եւ մնացած բուժիչ նյութերով շատ բարձրակարգ երշիկ է։ Մերով չեն անում դա։ Ինչի՞։ Դե գիտեք ինչ է, հիմա ասում է վաճառվում է, գիտեք չէ այդպես է, դե ասում է վաճառվում է, զուր տեղը ինչ հիմա խառն են, ուրիշ բան անեն, դեսան մի բան էլ բակտերիա է, մեկից հենց ասում ես բակտերիա է արդեն, իմիջիալոց այդ վախը հատկապես հիմա էլ կա, այդ երբ որ մենք մտնում ենք պոլիկլինիկա, այնտեղ պլակատներ, այստեղ գրած է բանը հերո մնացեք, լվացեք ձեռքերը, ախտաձերձեք մեր թշնամիները, բակտերիաները, այնիշ թշնամիները, որոնք որ ասենք բժշկության մեջ արդեն բժշկական միկրոբիոլոգիան, որոնք ուսումնասիրում են, դա կարելի ասել մի քանի տասնյակ։ Իսկ ընդ տասնյակ հազարավոր տեսակներ կան, որ առանց որի որ կյանքը չի կարող գոյություն ունենալ երկրագնդի վրա։ Այսինքն կարող ենք ասել, որ արտադրող եւ գիտնական կապը խզված է։ Ես այստեղ մի քանի ծրագրերի մասնակցեցի ամերիկյան, որը հատուկ գիտնականների համար էր, թե ինչպես առևտրայնականացնել բանը ձեր ստացած արդյունքները։ Մերոնք մի քիչ ճիշտ են խորհրդային իշխանության ժամանակ մի քիչ ճիշտ չէր հասկացվում դա կոչվում էր ներդնել արտադրության մեջ նույնիսկ տեսեք ես էլի պրոֆեսոր Երզիկյանի հիշեմ $2 միլիոն վաճառվեց բանը այդ շտամը ճապոնիացիներին չէ ինչ ստացավ հեղինակը գիտեք ոչ թե ուղղակի ինստիտուտը իրեն նվիրեց Ժիգուլի 06, որը արժեր 10,000, բայց քանի որ 5 տարիքով քշել չգիտեր, կարող էր վաճառել 20,000։ Հասկացաք, այսինքն ոչինչ։ 2 միլիոնով վաճառվեց, հեղինակը ամբողջ անցավ պետության։ Հիմա այն ժամանակ կոչվում էր այդ ինչ ունեիր պետության սեփականություն, դու էլ ամեն ինչ պետության սեփականություն։ Դա մեր այն մարդիկ, որոնք որ որոշում են ընդունում, իրենք սխալ են մոտենում այդ հարցին, էլի ներդրել, ոչ թե դա ներդրելը, այլ առևտրայնացնելը։ Իսկ դա արվում է, մենք ասում ենք լիցենզիա վաճառելով Տեսեք, վարորդը, որպեսզի իրավունք ունենա վարորդ, պետությունը լիցենզիա է վերցնում, չէ՞։ Հիմա եթե որ ես հեղինակն եմ, ես այդ գործը արել եմ, ես այդ բանին արտադրողին պիտի լիցենզիա տամ ինքս, ես պայմանագիր պիտի լինի։ Մենք նույնիսկ յուրիստներ չունենք, իրավաբաններ, որոնք տիրապետում են այդ գործողությանը։ Ոնց ինչ որ իրենք կարողանան վաճառել քո պայմանագիրը այնպես կնքեն դու կարող ես կնքել այսպես պայմանագիր որ ասենք ինչ որ իրենք քո գյուտը կիրառելուց ստանան տարեկան կամ 3% ցեզ են տալիս կամ ասում եք որ իրենք միանգամից Դուք միանգամից եք այդ վաճառում իրանց այդ լիցենզիան միանգամից պիտի $10,000 ձեզ վճարեն Եվ դուք էլ թողում եք իրանք ինչ կան ուզում, ինչ անում։ Այսինքն տարբեր մոդեցումներ կան դրա համար։ Բայց մենք չունենք իրավաբան, որպեսզի գիտնականի հետ աշխատի։ Այդ անձնավորությունը ամերիկացին, որը վարում էր դասընթացները, ինքը այդ բաժնի Ռոչեսթերի համալսարանը
որը որ ամենաշատ ներդրումները ունի բանում Ամերիկայում, պատկերացրեք Ամերիկայի զարգացած տնտեսության մեջ հազարավոր ներդրում եւ այդ հadoop բաժինը զբաղվում է այդ ներդրումով ես չեմ կարող, ես չգիտեմ ինչպես պիտի ձևակերպեմ, այն իրավաբաններ են պետք, դա ներդրում չի, ես ներդրում չեմ անում, ես վաճառում եմ, ես չեմ ամաչում դրանից, այո, լիցենզիա եմ տալիս, դա ես մինչև մենոնք չհասկանան այդ մեխանիզմը, որ ես պարտավոր չեմ ներդնել, հա, այն ժամանակ ասում են ես իբր ինձ անվճար կրթություն են տվել, անվճար տուն են տվել եւ այլն, ես պարտավոր եմ ինչ որ իմ գիտելիքներ պետական ինստիտուտում էլ աշխատում եմ, չէ, պետական նյութերով փորձեր եմ դնում, ուրեմն իմ ամբողջ ստացած այդ պետությանն է պատկանում եւ դրա համար ես պարտավոր եմ այդ ինչ որ ստացա ինքս գնամ, այնտեղ ներդնեմ, բայց այնտեղ էլ պետական բանը գործարան է, հասկացեք, այնտեղ էլ է պետական գործարան, և այդ պետական գործարանի տնօրենը գլխացավանք չէր ուզում իրեն համար, հիմա ճիշտ է մասնավոր է, բայց այդ ովքեր որ այդ գործը դրել են բան, դերևս այն բաներով են, էլի, դերևս չկա այդ նորարարություններին բան հետևելու, ես ասում եմ, էլի, ասում են, դե վաճառվում է, էլի, Աստղագետները, երբ աստղ են հայտնաբերում, կոչում են իրենց անունով։ Դուք շտամ եք հայտնաբերել, բազում աշխատանքներ եք կատարել, որևէ բան ձեր անունով կոչվել է։ Հատկապես բույսերի, այո, բույսը ինչ որ մեկը երբ որ հայտնաբերում նկարագրում է, այդ իրեն տեսակային անունը տրվում է, վերջում մի հատ մեծատար կետով գրվում է դա այդ մարդու ազգանվան առաջի տառն է։ Բայց եթե լրիվ գրես, այդ մարդը ով որ այդ բույսը նկարագրել, բակտերիան նույնպես, այն մարդը ով որ առաջինը այդ տեսակը նկարագրել է, ինքը ինչ որ ձև, ով այդ բանը կարող է երկրորդ, ասենք լակտոբացիլուս, ացետոպիլուս վարիանտ, ասենք դնել իր ազգանունը, բանը, այդպես կարող եք ձեր երեխայի անունը, եթե նոր տեսակ է, վերջում ավելացնել, կարող եք անունը տալ, օրինակ Երզինկյանի շտամը, ճիշտ է, հիմա մենք միջազգային բանով կոչվում էր լակտոբացիլուս ացետոպիլուս եր 402, Երզինկյան, երը 402, այսինքն ինչ որտեղ արդեն հիշատակվում էր, որ դա Երզինկյանի շտամն է։ Բայց ձեր անունով։ Իմ անունով էսպես է, իմ ասպիրանտների հետ ենք, ասենք թե բան, ասենք ասպիրանտ կեն Մարիա է, ես հրաչյա եմ, չէ, մի ասենք թե այս ինչ շտամը MH, ու ինչ որ թիվ է։ Կամ Լուսինեն է, ասենք Լուսինե հրաչյա, LH, ու այդ ինչ-որ թիվ։ Նո, այսպես երևում է, ինչ-որ տեղ, բայց կարող ենք օրինակ Իմիջայլոց մենք այդ ացետոֆիլուս բառը փոխել բան ավելի ճիշտ կրդիկ, երբ որ նկարագրեցինք եւ նույնականացրեցինք շտամը, հայտնաբերեցինք, որ դա լակտոբացիլուս հելվետիկուս այսպես կոչեցված շտամն է, որտեղ ացետոֆիլուսը կաթը չի մերում ցավոք սրտի։ Եվ դա իմ մոտ կասկած մի, համիջապես հարուցեց կասկած, թե ացետոֆիլուսը ընդհանրապես կաթ չպիտի մերի։ Սա հոյակապ կա պայմաններ, որ 2 ժամում նա կարող է կաթը մերել, այդ Երզինկյանի շտամը։ Ինչու՞ն անվան, այդտեղից կասկած, հետո մնացած բոլոր հատկությունները, որ ստուգեցինք, տեսանք, որ դա հելվետիկուս շտամն է, մոլեկուլյար իդենտիֆիկացիա, DNT, RNT, պես էլի, երբ որ բանի ժառանգական մոլեկուլի DNT մոլեկուլի մագարտակով հաջորդականությամբ բան երբ որ նույնականացրեցինք, տեսանք, որ սա հելվետիկուս շտամն է, իրեն ացետոֆիլուսը դա դերևս Մեջնիկովի մոտ բան էր էլի, որ առաջին ացետոֆիլուս, նա ընդհանրապես Ամերիկայում ացետոֆիլ կաթ էին արտադրում, բայց
տեսեք կաթ էր ոչ թե էլի կեֆիր կամ ինչ որ բան մագարտած մածուն կամ յուղուրտ, այլ կաթ։ Այսինքն այդ բակտերիաները պաստերիզացված կաթի մեջ լցնում էին որպես պրոբիոտիկ, որ դու այդ բակտերիաները կաթի հետ ընդունես։ Նա այդ կաթը պաստերիզացված կարող էր մի շաբաթ թողնել սեղանի վրա չէր մերի։ Դրա համար կասկած է եղավ էլի, որ ացետոֆիլուսը ընդհանրապես չի մերում։ Որպեսզի մի թեթև մերի, մենք պիտի ստերիլիզացիա տանենք 130 աստիճանի տակ, որ ջարդենք, այսպես ասած, այդ գազային մոլեկուլները, կաթի մոլեկուլ, այդ որ սպիտակ գույն են տալիս, մանրացնենք, որ ինքը կարողանա յուրացնի։ Ինքը չի կարողանում յուրացնել։ Իր այդպես կոչված պրոտեազները շատ թույլ են։ Ինքը չի կարողանում։ Ինքը բայց հետաքրքիր ինչ է, աղիներում ացետոֆիլուսն է հոյակապ աճում, կաթում չի աճում։ Իսկ ես Երզենկյանի շտամը կաթում է հոյակապ աճում, եւ աղիներում այդքան լավ չի աճում, բայց իրեն մերած այդ կաթնամթերքը դա մի հզոր պանացեա է, որը երբ որ մենք ընդունում ենք ամեն ինչ անում են։ Նա նույնիսկ, գիտեք, այսպեսի մենք նույնիսկ տեխնոլոգիա ունենք, միշտ չի, որ դու պիտի այդ բանը հիվանդությունից հետո բակտերիաներ ընդունես, որ վերականգնես քո, որտեղ քո օգտակար մանրէներն են ոչ չանում, որտեղ դու չգիտես ինչ մանրէներ է նախ քո մոտ եւ ինչ մանրէներ է պետք վերականգնել։ Հիմա գիտեք ինչ են անում, մի բակտերիա չեն նշանակում, ասում կարող կա պրեպարատ 5 բակտերիա, 10 բակտերիա, այսինքն մեկն ու մեկը կարող է լինի, բայց այն 4-ի համար դու իզուր տեղը վճարում ես։ Այսպեսի բան էլ կա, էլի, որովհետև ոչ ոք չի կարող ասել, որ հենց էսա, նարինեն դու կարող ես ցանկացած դեպքում տալ, ես հիմա ասեմ ինչ։ Բայց այդ բակտերիաները դրա համար խմբականակ շատ են տալիս, որ մեկն ու մեկը գոնե կարողանա իր աշխատանքը անել։ Բայց կա հատուկ սնունդ, հատուկ նյութերն ունի սինթեզված, որը կարելի է տալ, դա հատուկ սնունդ է այս մեր աղիքային բակտերիաների համար, բայց ոչ աղտացիների համար, կաթնաթթվային բիֆիդոբակտերիաների համար։ Կարելի է այդ սնունդը հատուկ տալ, որ մեր ունեցած, որը արդեն հարմարվել է մեր աղիքներին, մեր օրգանիզմին, որ նրանք ուժեղ զարգանան, այն մյուսները ճնշվեն։ Դա կոչվում է պրեբիոտիկ։ Նա պրո, սա պրե։ Այսինքն պրոբիոտիկը բակտերիա է, պրեբիոտիկը հատուկ սնունդ է պրոբիոտիկի համար։ Եվ այդ տեսանկյունից, ասենք, նարինեն շատ օգնում է, որտեղ նա հսկայական պրոտեազային բան ունի, ապարատ ունի, եւ ինքը շատ խորն է քայքայում այդ գազայինները եւ հեշտ դյուրին է լինում յուրացնելը եւ օրգանիզմի կողմից եւ ինքը բանում աղիներում նույնպես նպաստում է օգտակար մանրէների աճին, վերականգմանը։ Որպես գիտնական դուք կարծում եք կատարել եք բոլոր ուսումնասիրությունները, թե կա մի բան, որ ձգտում եք հայտնաբերել։ Բնությունը այնպես է, եւ նույնիսկ այդ փոքրիկ միկրոօրգանիզմները այնպեսին են, որ այնքան հանելուկներ կան, այնքան բաներ կան, որ մենք շատ հաճախ պետք է լինում, դա անսպառ է դա։ Գիտության նյութը անսպառ է։ Մենք միշտ ինչ-որ բաներ տեսեք, ինչպես է հետո, երբ որ տեսնում ես այս ինչ-որ բան ես հայտնաբերում, այդ դրա մեխանիզմը պիտի դու հայտնաբերես, ինչպես է, ինչից է, ոնց է ստացվում դա եւ այլն, եւ դրա համար այդպես միշտ ինչ-որ ուսումնասիրության նյութ կա, միշտ հետաքրքրասիրության նյութ կա, այդպես գիտությունը չի սպառվում, բայց քո աշխատանքը պիտի այդպես լինի արդյունավետ եւ լինի արգասաբեր։ Եթե աշխատանքդ արգասաբեր է, այնտեղ շատ հարցեր են ցակում։ Եվ դու չես էլ հասցնում, էլի, որ ինչպես եւ այլն։ Տեսեք օրինակ,
հիմա հարցեր, որ ես կարող եմ այդ բակտերիայով բիոմեթոդ սեբան աղացած միսը պապանման ժամկետը մոտ 2 անգամ երկարաձգել, չէ, անվնաս իվեն։ Բայց այնտեղ հարցեր թե ինչպես է, բա ինքը մի անգամից չի ազդում, տեսեք քիմիականը հենց լցնում ենք ազդում է, ինչ է, իսկ ձերը մինչև սինթեզի պերօքսիդ, մինչև ազդի, բայց ես փորձի մեջ տեսնում եմ, որ ինքը ամենջապես ազդում է։ Եվ արդեն ես սկսում եմ, թե արդեն ես պիտի բացատրեմ։ Արտադրողն ով որ պետք է ներդնի, այսպես ասած, չէ, այդ գյուտը որ պետք է, ես պետք է բացատրեմ, որ ինչու ինքը ասում է առաջի օրերին ոնց է ազդելու։ Առաջի օրը այդ վարակը կտաբանը կբազմանա եւ այլն, հա, ախտացին մանրեն։ Ես իրեն ասում եմ, որ ինքը ամենջապես հենց որ ես ավելացրի, ինքը կարճում է դրանց եւ սպանում է նույն բանը կանանց առողջության ժամանակ ասենք այդ բլակտոբացիները հիմա հատկապես վագինալ այդ ուրոգենտալ սիստեմայում շատ մեծ դեր են խաղում կանանց պաշտպանությունը աղտացին վարակներից, սեռավարակներից պաշտպանելու համար շատ նույնիսկ բանից միավից են պաշտպանում եւ պերօքսիդ Աֆրիկայում ռիսկի խումբ կա մարմնավաճառ կանանց մոտ ուսումնասիրելի որ կային կանայք որոնք որ միավով չէին վարակվել չեն հիվանդացել եւ իրենց մոտ երբ որ այդ բանը ուսումնասիրեցին ինչ մանրեները իրանց մոտ գաղութացրել այդ համակարգը այնտեղ հայտնաբերեցին որ բոլորը պերօքսիդ էին արտադրում Փաստորեն պերօքսիդը վիրուսների դեմ է, վիրուսները հագավիրուսային շատ լավ ակտիվություն ունի, բարձր։ Շնորհակալություն։ Մենք զրուցում էինք Գիտությունների ազգային ակադեմիայի Հայ կենսատեխնոլոգիաների գիտարտադրական կենտրոնի կենսաբանական գիտությունների դոցենտ պրոֆեսոր Հրաչյա Հովհաննիսյանի հետ։